Ողջույն ժողովուրդ ջան, բարի երեկո, կներեք իմ ասած ժամից մի քանի րոպե ուշացումով միացա, դա ունի իր պատճառները իմիջայլոց, բայց դա թողնենք, ես խնդրում եմ եկեք մասնավոր որպեսի խոսակցությունների կամ զանգերի չանդրադառնանք, դա մի քիչ կամերայի ես կողմի աշխատանքներ են, պարզապես վստահ եղեք, որ ես պատրաստ էի 10-ին հենց եթեր անի, բայց մի քանի րոպե նենց ստացվեց ուշացանք։ Ներողություն եմ խնդրում։ Ուրեմն խնդրում եմ նախ եւ առաջ, որպեսզի ես եթերը հնարավորինս տարածեք, ես գիտեք նման խնդրանքով շատ հազվադեպ եմ դիմում, կարող եմ հուշել, որ եթե ձեզ դուր է գալիս տարածեք, եթե չէ, բայց այս պարագայում ես ուղիղ եմ խնդրում, որպեսզի հնարավորինս տարածեք։ Ելնելով երկու հանգամանքից ամենայն անկեղծությամբ։ Հանգամանք համար 1 Facebook-ով վաղուց եթեր չեմ արել ու շատ պասիվ եմ, ավելի պասիվ եմ, եթե նկատել եք, որովհետև լրջագույն հարձակումներ էին մի երկու ամիս էջիս վրա, այն որ անգամ ամենածիծաղելի բաներն էին արդեն բլոկում, կոնկրետ ուղղություններով աշխատում են ու ես տեսել եմ այդ աշխատանքը ու գիտեմ թե ովքեր են, համ կակտիվանա, ինչի համար շնորհակալ կլինեմ, առաջիկայում դեռ շատ իրար պետք կլինենք եւ երկրորդ տարածեք, որովհետև մի եթեր կա, որը շատ տարածվում է, փորձենք դրա դիմացնառն ենք, այո, չնայած որ արդեն վաղուց առնված է դեմը, էլի հարցը դա չի։ Ուրեմն խոսքը վերաբերվում է այսօր եռաբլուրում տեղի ունեցածին, բլոգերներից մեկը Արթուր Չախոյան գնացել էր եռաբլուր եւ փորձում էր կոմենտները պոկել եւ պոկում էր եւ ներկայացնում էր թե ինչքան վատ աշխատանք է արվել։ Անկեղծ եմ ես ասում, սույն անձնավորությանը երդվում եմ, եթե ես ցերեկ ես եթերը անի, շատ ավելի հնարավոր է կոպիտ լիներ, փառք Աստծո, որ հիմա եմ անում ու փորձելու եմ ավելի գործնական խոսել, քան անձնական ուղղություններով։ Ուրեմն, ես այս անձնավորության հրապարակումների նենց հետևորդներից չեմ, երբեմն աչքովս ընկնում է, դե համացանց է, բերում է, բնականաբար, տեսնում եմ, իմ գնահատականը մտովի տալիս անցնում եմ առաջ, մի մարդ է, այսօր շատ շատերն են եթերներ անում, ինչ որ իրենց պատկերացումներով թերություններ հրապարակում կամ որոշակի ազդեցության գոտիներում, քաղաքական ազդեցության գոտիներում գործում, ես ընդամենը դրանք տեսնում եմ, հաշվի եմ առնում, անցնում եմ առաջ, ծանր չեմ տանում, բայց կա որոշակի կարմիր գիծ, որից այն կողմ ես չեմ կարող թույլ տալ որևիցե մեկին, ով ուզում է լինի։ Այս պարագայում կարմիր գիծ երկու հատ է հատվել, երկու հատ։ Մեկը այն, որ եռաբլուրի հանգամանքն է կոնկրետ ու եռաբլուրը մի հատ էլ հուշեմ բոլորին, որ շոուներ անելու վայր չի ու նրանք ովքեր շոուներ են անում, քաղաքացիների հիշողության մեջ դեռ երկար կմնան, ես ձեզ սա խոստանում եմ, որովհետև ինքս թույլ չեմ տա, որպեսզի որևիցե մեկը մոռանա ու ժամանակ առ ժամանակ հարկ եղած դեպքում հիշեցնելու եմ մարդկանց շոու անողներին եւ երկրորդ, որ խոսքը վերաբերվում է Ռոմիկ Մխիթարյանին, ես որքան էլ որ Ռոմիկ Մխիթարյանը իմ ավագ ընկերն է, իմ զինակից ընկերն ու իմ հրամանատարն է, այնուամենայնիվ քաղաքային պաշտոնի իր դիրքում մեր շփումները այլ են։ Ես սա ամենայն անկեղծությամբ եմ ասում, ցանկացածը կարող է հաստատել։ Բայց երբ որ գործնականից խոսքը անցնում է անձնականին, դա կներեք բացառվում է ես թույլ տամ։ Ինչպես որ ցանկացած մեկս չենք կարող, չէ՞ նման բան թույլ տալ։ Այո, այստեղ ինձ համար այդ հարաբերությունը անձնական չափազանց կարևոր է, ոնց կուզեք այդպես ընդունեք։ Այսինքն, եթե մեկը, օրինակ, Ռոմիկ Մխիթարյանին քննադատի կամ նրա աշխատանքին քննադատի, ես կամ կնկատեմ կամ չէ, բանա, գիտեք, պաշտոնյա է, մարդը վարչական շրջանի ղեկավար է, մարդիկ եթե անգամ քննադատեն անտեղի, շատ հնարավոր է էլի լուրջ չվերաբերվեմ, բայց երբ որ անձին են անդրադառնում, ով ուզում է լինի, դա չի կարա ներվի։ Այս երկու կարմիր գիծն էր, որ հատվեց, ինչի
Հետևանքով ես որոշեցի եթեր ունենալ այսօր անպայման ու խոսել դրա մասին։ Ուրեմն, հիմա ես ցուցադրեմ առավոտյան արթնանում եմ ու ինչ եմ տեսնում։ Տեսնում եմ հետևյալը։ Դուք բոլորդ շատերդ երևի կճանաչեք։ Սիրելի հայրենակիցներ, մենք ավարտեցինք Եռաբլուրի պես ճանապարհը հատված։ Ես ներողություն եմ խնդրում, որ ձայնը ցածր է։ Մի րոպե։ Ովան անցած տարի Երևանի քաղաքապետարանը այս ճանապարհը նորոգել է ու ճանապարհը ամբողջովին քանդվել է նորոգված ճանապարհը ես հետ կտեղադրեմ եւ ճանապարհը միայն այս հատվածում չի քանդված, այլ ամբողջ ճանապարհն է քանդված։ Նորից եմ նշում, այս ճանապարհը անցած տարի են դեկտեմբերի վերջ աշխատանքները ավարտվել։ Ուղղակի ես շատ բան չեմ ասի։ Ուղղակի խոսքեր չեմ գտնում, որ ու ինչ ասեմ, չգիտեմ ինչ ասեմ, մեծ ցավ եմ ապրում, որ անցկացվող բարեկարգման աշխատանքները նման ձևի են անցկացվում, ավելի մեծ ցավ եմ ապրում, որ այդ աշխատանքները անորակ ձևի ստե են անցկացվել, որտեղ նման բան պիտի տեղի չունենար։ Ուղղակի Մալացա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը այս ճանապարհը նորոգելու ժամանակ 1000 անգամ, եթե ոչ 100,000 անգամ եկել աստե տեսանյութներ էր հրապարակում, որ ինքը տեսեք ինչ հզոր ղեկավար է, sense գալիս էր, այսենց մատերը տնգած, այսենց նկարներ էին անում, այսենց ես մի ձևերով նկարներ էին անում, մենք ենք հզոր ենք, մենք էս ենք սարքում, մենք էս ենք սարքում։ Ռոմիկ Մխիթարյան, էսա ձեր սարքածը։ Էսի Ռոմիկ Մխիթարյան, ձեր կառավարման պատկերն է, անկեղծ։ Էսի նույն Մալացա Սեբաստիա վարչական շրջանի են տերասային նստարաններն է։ Ուղղակի էսի խայտարակությունն է, ու էս խայտարակությունը ոչ մի սահման չունի, անսահման է։ Մարդիկ որ ամոթ ունենային, սենց աշխատանքներ չէին անի ու չէին գա PR-վելու ստեղ, նկարվելու, սենց մատերը ցցած ստե բան, իամ թե շատ են գործից հասկանում, իրանք պրոֆեսիոնալներ են, երևի կյանքի մեջ եսկի մեխի խփած չկան, պատին, ուղղակի բախտի բերումով թաղապետ են դառը։
Ներողություն, որ թույլ տվեցի ամբողջ նյութը դիտել, դա նրա համար էր, որպեսզի որևիցե մեկը հետո չշարքի, թե կիսատ եք, ինչ-որ բան ցույց տվել եւ այլն։ Ներողություն ձեր համբերությունը շարքելու համար։ Հիմա նախ ուղիղ ասեմ Արտուր Չախոյանին, ժողովուրդ ջան, խնդրում եմ ինձ էլ ճիշտ հասկացեք, խնդրում եմ որպեսզի անձնական վիրավորանքներ որևիցե մեկի հասցեին չհնչեն մեկնաբանությունների դաշտում, ես եթերից հետո ուշադրություն եմ դարձնելու ու ջնջելու եմ, եթե ունեք ասելիք առանց ուղիղ վիրավորանքների։ Եկեք մենք ճիշտենք որևիցե մեկի մակարդակին։ Շնորհակալություն դրա համար, հետևողական լինելու համար։ Ուրեմն, նայում եմ ես նյութը առավոտյան, ու քանի որ ինքս ծանոթ եմ ու հիանալի գիտեմ, թե այդ ժամանակ էլ գիտեի, թե ինչ աշխատանք է արվում ու ինչ ծանրաբեռնված գրաֆիկով առանց ժամային հասկացողության, սիրտս պայթում էր արդեն, բայց ասի լավ, թող մնա աշխատանքից եկա մի խոսքով։ Հիմա Արտուր Չախոյան, դու ուղիղ քեզ ասում եմ, դու իմ ներկայությամբ չես կարող այդտեղից մի հատ քար հանել։ Մի հատիկ քար, այս տեսանյութի մեջ ամենասկզբում, դրա համար է այդպես սկսվում, երբ որ առաջի քարը հանելով է սկսվում, ոչ թե ինչպես է հելնում։ Որովհետև նախ եւ առաջ ես արդեն գնացել նկարել եմ, գիտեի, որ երեկոյան եմ եթեր անելու ու մուտք կլինի, արդեն գնացել նկարել եմ, հեսա ցույց կտամ ձեզ, ժողովուրդ ջան, ինքներդ կտեսնեք ամբողջը։ Ուրեմն, այնտեղ հստակ երևում է, թե ինչպես է փորփրած ջարդած այդ քարերի անկյունները ու նախապատրաստած, որպեսզի այդ օրը դու գնաս ու հենց այդտեղից սկսես քո նկարահանումը։ Իհարկե ես գիտեմ, որ այդտեղ կա քաղաքական ազդեցություն, դրա մասին առանձին, ես ասելիքներ շատ ունեմ այդ մասով, բայց հիմա բուն գործից ենք խոսում։ Դու չես կարող իմ ներկայությամբ կլինի մատով, կլինի երկու ձեռքով, թե կլինի այն ձեռքիդ բանալի օգնությամբ, այնտեղ քար հանես։ Դա եղել է նախապատրաստած, սկսենք այդտեղից։ Երկրորդ, իմ ձեռքի տակ կան նկարներ, որոնք խնդրել ու վերցրել եմ, ժողովուրդ ջան, հիմա հերթով ձեզ էլ ցույց տամ։ Նախ եւ առաջ, երբ որ դու նախագիծ ես խնդրել, որպեսզի քեզ ուղարկեն, որ դու գնաս դրա շրջանակներում ուսումնասիրես, լավ ես արել։ Դու քո գործունեությունն ես ծավալում, ես այդտեղ խնդիր չունեմ։ Բայց մի հատ ուշադրություն դարձնեիր, ավել ինչ է արված ու համեմատեիր այդ նախագծի հետ, որովհետև նախ աշխատանքի ընթացքում արդեն այնտեղ հետևողական եղել են, ինչպես որ ես հասկացա, եւ երկրորդ այնտեղ նախագծի եւ նախագծի համար հատկացած գումարից ավել աշխատանքներ է արվել։ Ասեմ ավելին, ժամանակ է եղել գիշերը 2-3-ը մինչև Մխիթարյան Ռոմիկը, ում որ ասում ես բախտները այդ բախտի բերումներն էլ կանդրադառնանք դեռ, բախտները բերել է պաշտոն բան, այդ շատերի բախտն է բերել, որ Ռոմիկը Մխիթարյան վերջապես պաշտոն ունի, այդ կարճ ասեմ, հետո կանդրադառնամ։ Բախտները բերել է պաշտոն բան ու տեսեք, այ ձեր բախտն է բերել, որ գիշերը 2-ին 3-ին դուք մենք ունենք վարչական շրջանի ղեկավար, ով գնում աշխատողներին էլ խնդրում է, որ ավել մնան, ավել աշխատեն, որպեսզի հասցնենք մինչև տոները, ամանորյա տոները, բաց լինի ճանապարհ, արդեն վերջացրած լինեն։ Շատ կենսագրականի մեջ չխորանալով ասեմ, որ աշխատանքները մոտավորապես այսպես է արվել, ժողովուրդ ջան, նախ եւ առաջ կողքի բորդուրները ներառված չի եղել նախագծի մեջ։ Դա արվել է հավելյալ, այսինքն ստեղծվել է այդ բորդուրները, որ գրկի տոմետները, որ ավելի ամուր լինեն։ Երկրորդ, այն լույսերի համար, որ կառուցված է կողքերից, այն ժամանակ եղել է դատարկ, 4-ից քար են տնգծրել, տենց է եղել։ Դե այդ ժամանակ այդ հնարավորություն են երևի ունեցել, չեմ ուզում անցյալին այս պարագայում անդրադառնալ, բայց այստեղ բետոնը լցրել են, գումարած լուսավորությունը,
Այն որ խողովակներով բերել հանել են ու առաջիկայում լույսերն էլ կլինի։ Սրա մասին ինչի՞ չես անդրադառնում։ Ավել աշխատանքները չկա ասելու։ Ուրեմն հերթով նկարները ցույց տամ։ Սա քանդել են, ուրեմն նախկին տոմետները հանել են, դե որովհետև լրի բարի գնացած էր, երևի հիշում եք, թողել են մենակ տակի բիտոնը, կողքից բորդուրները շարված է, ու բիտոնն է։ Դե այստեղ աշխատանքներն են, շիբին ա լցվել, խնդրեմ, շիբին ա լցվել, որի վրա հյուսվել է այս արմատուրեքը, որոնք երբեք չեն եղել, խնդրեմ, ընթացիկ աշխատանքները, հետո տրամբովկա է արվել շիբինը բիտոնի վրա, խնդրեմ, այստեղ դեռ աշխատում են, այս ամեն ինչը նկարներով կա, խնդրեմ, խոսքով, սրանք սաղ այս պրոցեսներն են, այս պրոցեսները, որի վրա, խնդրեմ, ամբողջը, կարող եք արմատուրեքը մտնել անգամ հաշվել, ենքան նկար կաստել, հեսը, սրանք սաղ աշխատանքային պրոցեսներ են, սա լույսերի համար հատկացված վայրն է, որտեղ որ դրվել է, որ բիտոն արվի, նոր քարերը դրվի, որպես իրարից չքանդվեն, հետագայում, ինչի միջով հետո պլաստմասից բանը անցակացված, կաբելներով ու թողնված է, որ առաջիկայում հեսա լույսեր էլ կլինեն, սրանք դե էլի արմատուրը աշխատն բան անելուց է, հետո բիտոնը անելուց հետո բերվել լցվել է ավազը, սա էլի այդ լույսերից է, խնդրեմ տեսեք, միջից դուրս է գալիս կապրունը, ինչի մեջ կաբելն է, որպեսի են տրակտորն են խպի չքանդվի կյանքում, որոնք որ քանդված են եղել, հեսա, նայք ինչ արմատուրեկը մխած, սաղ, այս սրանք պետք է մեր լավ ընկերը բան անել, սա էլ բիտոնը արդեն լցնում են մեջը, խնդրեմ, այստեղ փռում են ավազը արդեն բիտոնի վրա, ինչի վրա որ շարվում են տոմետները արդեն, այստեղ ինձ մի հատ տեղեր կա մազը չի կարա անցնի, այնքան որ քիփ են բան արվում, խնդրեմ, ու կարելի է այսպես պահել, որպեսզի տեսանելի լինի, արդեն ավազի վրա գալիս են տոմետները, սրանք էլ, խողովակները երևում է, ոնց են հանվում, հետո այստեղ բիտոն է լցվում, ահա, այն ժամանակ այսա դատարկ է եղել ժողովուրդ ջան, սա արդեն մոտենում է վերջնական տեսքին, սա արդեն կարելի է ասել այդ պրոցեսներն է վերջնական, խնդրեմ, ինչ-որ մեկ ինձ կար ասի, որ այստեղ արենքից կարա մի հատ քար հանի, սենց առանց ինչ-որ բան վնասելու, դա ֆիզիկապես հնարավոր չի, դա ոչ մի կերպ հնարավոր չի, այստեղից քար հանելը, ասեմ ավելին, ես այսօր այնտեղ եմ եղել ու այնտեղ աշխատանքներ էին տարվում, իմիջայլոց այդ աշխատանքները նախատեսված են եղել, ոչ թե եթեր արվեստնորեն արվում, չէ, ես գիտեի, որ նախատեսված են, ընդեղ եղանակային ես ցուրտ պայմաններից ու քանի որ տոմետի վրա աղջեր կարելից անել, բայց ցանվել է, դե սառուցեր ու մարդիկ երկու հատ էլ բան կար, չէ, համ նոր տարուն են գնում դերես, համ էլ ամսի 27-ին և 28-ին էր ընդունված գնալ, աղ են ցանել, որպեսի բան չլինի, այն բանով, որ եղանակները կդզվեն, ոչ ինչ, թեթև աշխատանքներ կտարվի ու կընկնի ամեն ինչ տեղը։ Այդ մարդու հետ եմ խոսացել անգամ, ով իր բերանով ասեց, որ ոչ միայն հնարավոր չի հանել, այլ ոչ թե գործիքներ են կիրառում որպեսզի անեն, այլ պերֆորատորով ստիպված են լինում մի հատ քար ջարդեն, հանեն, որ նոր մնացածը կարողանան հանեն, որովհետև տոմետը ավազի վրա է, այդպես է, նորմալ է, որ մի հատ անեցիր, հանելով գնալու ես, տոմետ է դա։ Եվ դա տրավերցին է, իմիջայլոց, սա էլ հուշեմ, եթե տեղյակ չեք, տրավերցինը ինքը փափուկ քար է, կավային հատկություն ունի, ու այո, եղանակային լուրջ տարբերություններից ժամանակի ընթացքում մի քիչ ավելի շուտ է, կայվում կան օրինակ, ասենք, թե բազալտը, չնայած այդ իրավիճակում բազալտին էլ եթե հաղթաս ինքը բան է անելու։ Սա այդ նկարներն էին։ Հիմի այս ավել արած աշխատանքի մասին ոչինչ չկար խոսելու։ Բա մի հատ ասեր, գիտեք ինչ, այստեղ ես ինչ-որ բան հանում եմ, բայց այ ընտեղ ոնց որ այս երկու բանը նախագծով չկա, այս խեն արել ես մարդիկ, կարող է սրտացավ են եղել դրա համար են արել, կարող է շատ են ցանկացել լավ բան անեն դրա համար են արել, ես էլ եկել ստեղ ինչ-որ բան եմ բզբզում,
Ես կրկնում եմ, էլի եմ կրկնում, կլինի մատով, կլինի ձեռքով, թե կլինի այն ձեռքիդ բանալիով, իմ ներկայությամբ դու չես կարող քար անել։ Այնտեղ ես նկարել եմ դա, հիմա անցնենք այդ նկարածին։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ ուշադրություն դարձնեք այս վիդեոին, որը արել եմ այսօր մի քանի ժամ առաջ, քանի լույս էր, ասացի արագ նկարեմ գնամ իմ գործերով, որ երեկոյան կամ եթեր անելուց կարող է սա պետք գա, որ այնքան էլ հույս չդնենք բանավոր խոսակցությանը վրա։ Խնդրեմ, եկեք ցույց տամ ձեզ։ Ողջույն ժողովուրդ ջան, ուրեմն երեկոյան եթերի համար է սա, ուղղակի որպեսզի լույս աչքով գայ, դրա համար եմ նախապես համառոտ նկարում։ Այս պահին ես գտնվում եմ Եռաբլուրում, այստեղ ինչ-որ բան են փորձել ցույց տալ, ես հիմա բոլոր նրանք, ովքեր եկել են Եռաբլուր, երբևէ եկել են այս ընթացքում, տոներից հետո, նրանք կարող են փորձել նույն բանը ու եթե ստացվի, ես ներողություն եմ, որ հիմա մանրամասն ցույց կտամ ինչա կատարվում։ Ամբողջ այս նոր արված աշխատանքի վրա մի հատ տեղ կա, որ քարը խաղում է։ Հիմա ցույց տամ։ Ահա, քարը մի քիչ խաղում է։ Թե ինչու է խաղում, դա արդեն եթերով կմանրամասնեմ նկարներով։ Հիմա սա խաղում է, չէ՞, մենակ սա է խաղացել։ Այսքան ժամանակ, այսքան գործի մեջ։ Մի հատ ինքեր, որ խնդրեմ կարաս հանես։ Անկամ խաղացող, ձեռներն էլ է դողում դաժե։ Անկամ խաղացող քարը որևիցե մեկ Այստեղ մի հատ պաուզա տանք ժողովուրդ ջան, հեսա ես ձեզ ֆոտոն ցույց կտամ, այստեղ են սաղ ուժով որ ուզում էր հաներ, մատից արուն եկավ անգամ, դա էլ ցույց կտամ հեսա։ Չի կարա հանի։ Ինչպես տեսնում եք, կողքերը այնքան բարակա, որ եկեք մի հատ բանալի փորձենք մտցնենք, մեկը կար չէ, բանալիով էլ հանում։ Բանալի չի մտնում։ Անկասնելու համար պիտի ասեմ, մի երկու տեղ կա, որ բանալին կմտնի բանալին։ Այստեղ գործա թարմացնում են, այդ էլ մի քանի օր առաջվանից են սկսել թարմացնել, կան նաև ճայզոնային։ Այստեղ հետ կապված եթերով մանրամասներ եք ասում։ Հիմա առաջանում ենք այն հատվածը, որտեղ որ մի հատ գաստրալյոր եկել փորձում էր ռեկլամ լինել, որ կյանքների մեջ Եռաբլուրի տեղը չեն իմացել, այսօր որոշել են մարդու համար որ սա կյանքն է նվիրել Եռաբլուրին, փորձել են ինչ-որ ծաղրանքով բաներ խոսան, բաներ ցույց տան, տեսեք, սենց նա, այստեղից որևիցե մեկը մի հատ քար չեք կարող անել, քարի հաստությունը այս տիպի է, այս հաստությունն էլ ցույց կտամ, դա անհնար է, էլի, մարյոց ցավը տանամ, ուրեմն, հեսա դուք տեսեք, ինչ են արել, դրանով պիտի զբաղվեն համապատասխան մարմինները, փչացնելու համար, ուրեմն, հիմա օրինակ այստեղ էլ աշխատանքները գնում է հոպարս, այս հա, ուրեմն ստեղ են, տեսեք, փոխում է մարդը, պերֆերատորով է մի ձև հանել, այսա փոխում է մարդը աշխատողը, քարի հաստությունը նայեք, 6 անցի, բանը, անհնար է հանելը, պերֆերատորով է հանվել, հեսա ես այն անձնավորության հանածը ցույց կտամ ձեզ, ջարդել է դաժե մի հատ քար, որպեսզի կարողանա հանի մի քանի հատը, հասկանում եք, սա մշտ աշխատանքներն են, որը այսուհետ տեղի ունենալու, որովհետև անընդհատ փոքրիկ խնդիրներն են, որոնք պետք է լուծվեն, էլի։ Հիմա գալիս ենք այն հատվածը, ահա այն հատվածը, որ այսօրվա գաստրալյորը արել, այսքան տեղը, 3 իրիգունը, կներես։ Հիմա, այս ամբողջ հատվածը նայեք, ամբողջ ինքներդ էլ որ կաք Եռաբլուր կտեսնեք, չէ, շովերը, ու նայեք աստեղ, նայեք, ջարդելով, վնասելով, ինչ-որ կերպ կարացել է հասնի նրան, որ ինչ-որ բաներ մցնելով հանեն դնեն, հետո կարողանա եթերով, թե բան նայեք հելնում է, խես ջարդ է քարը արա, այս քարերը խես ես ջարդրտել, որպեսի կարենաս մի բան հանես, որևիցե մի հատեղ խնդրեմ, որևիցե մի հատեղ էլ տենց բան չկա, մի հատեղը տենց բան չկա, խես ջարդրտել արա էդի, խես տենց վարվել արա, ես ինչ արա, դա անգամ, հատել եմ բան ցույց տալիս, նայեք, անգամ ես իրա հանածն ու դրածն է, թե ոնց են անել նախորդ պատրաստվելով, թե ինչ չգիտեմ, անգամ ես վիճակում իրան հանելը չափազանց բարդ խնդիր է, չափազանց բարդ, որովհետև
Խաղում է բերչել։ Իար էլիք սարկվի, մնացած մանրամասները դե բնականաբար եթերով երևի հենց հիմա դիտում եք արդեն։ Տեսակ չէ ձեր աչքով։ Ձեր աչքով տեսակ կողքերից ջարդված, դա դիտալ որն է Կարինե ջան, ես հետևողական եմ լինելու այս գործին։ Անպայման երրաբլուրում տոմետները կողքերից ջարդել ու իր վիդեոն էլ տեսակ, չէ։ Ուզում եք մի հատ էլ դնեմ, որպեսզի հիշեք, թե վիդեոն ինչպես է սկսվում։ Առաջի քարը ինչպես է դուրս գալիսը, ինչ որ չենք կարողանում տեսնել։ Ինչ որ չենք կարողանում տեսնել։ Առաջի քարը պատրաստ է արդեն հանելով սկսվում է։ Խնդրեմ, ես իր վիդեոն է։ Հեսա փլեյը մի անգամից ձեզ հետ տամ։ Սա իր կներեք, ահա։ Մի վարքյան, որ բան չլինի։ Տեսեք, նայ, այս առաջի քարը, այ միջև են հանել են մի հատ ընդեղ կա, չէ, հեսա։ Այսա ոնց է հելել, ոչ ոք չգիտի։ Իսկ դա դուրս է եկել ջարդելով, հատուկ ինչ-որ բաներով տակը կցել հանելով։ Սա բավարար է դրա համար, որ ես հիմա այն ինչ-որ ասում եմ, տեղին եմ ասում։ Ուրեմն, հիմա գործի առումով, ընդհանուրը պատկերացրեցիք, արանք հլը դեռ կխոսենք, մենք այսօր հլը ժամանակ ունենք, մանավանդ, որ հետո պարզվեց, որ խոսքի մեջ անդրադառնում է 30-ամյակի այգու շինարարությանն ու այնտեղի տախտակներին, որի պատճառով ինչ-որ մարդիկ են գործից ես չգիտեմ, բայց ես դրա մասին ժամանակին եթեր արել եմ։ Հիմա եւս մեկ անգամ ասում եմ, տես, Արթուր, դու ես եթերը դիտում ես։ Երբ որ դու ասում ես, բախտը բերել են, բախտները բերելա պաշտոն են ստացել։ Ուրեմն, արի ես քեզ սովորեցնեմ այսքան տեղը։ Ռոմիկ Մխիթարյանը երբեք պաշտոնի մասին չի մտածել։ Իր պաշտոնը եղել է իր զինվորական լինելը, մեր պետության համար։ Իր զինվորական լինելը եղել է իր պաշտոնը։ Այո, զուգահեռաբար նաև քաղաքական գործունեությամբ զբաղվել է, բայց երբեք ոչ մի գնով չի ձգտել պաշտոնների։ Նա այսօր մեր վարչակարգաշրջանի ղեկավարն է։ Ինքը սիրում է հիմա իր աշխատանքը ու սիրում է Մալացիա Սեբասիա վարչակարգաշրջանը։ Ուրեմն ամսի 25-ից առաջ իմ ընկերներից մեկը, ով վարչակարգաշրջանում աշխատում է էլի, ես մի բան եմ պատմում, ասում է Գնել ջան, գիշերը 3-ն անցնում եմ, տեսնեմ այս տղերքը սպասում են մատերիալին, որովհետև խոստացած է, որ մինչև 25-ը բրծածա լինելու ինչ գնով ուզում է լինի։ Բայց մատերիալը ուշացել է, ու իրանք էլ հավաքվել էին, որ գնային։ Մոտեցել եմ, խնդրել պահել եմ, կապվել եմ, ինչ-որ կերպ, որպեսզի մատերիալը որ ժամն ուզում է տեղ հասնի, այս մարդիկ գործը վերջացնեն։ Այս ամեն ինչը իրենց գործառույթի մեջ չի է։ Քեզնից ավելի լավ իրենք կարան կամերաներ վերցնեն ու ընկնեն այս կոմենկոմ ու ցույց տան, թե ովքեր ինչում են թերանում։ Աշխատողը այնտեղ կանգնած, ասում է Գնել ջան, սա տրավերտին է։ Հայ, միջայլոց արի ես խոստացած ֆոտոներն էլ ցույց տամ, չստացվի էլի, որ բան, կիսատ պռատ բան չդառնա։ Սա էլ այդ տղան, որ այնտեղ որ վիդեոյի մեջ տեսակ, չարչարվում էր հաներ սա ուժով, խնդրեմ, տվեց մատը պայթեցրեց։ Այդքան ուժակ օգտագործել, կիրառել, բայց մեկը էլի չստացվեց։ Իրոք եկեք ժողովուրդ։ Մեկը էլի չստացվեց, որ հանեն։ Դու ապեր տորքան գեղն ես, ինչն ես։ Իմիջայլոց, երբ որ 5-րդ ալիքը եկել է, ստեղ դրել փորփրել ես այսա, որպեսի նկարեն, թե բա տեսեք փորվում է։ Դու չգիտես տրավերտինն ինչ է։ Դու չգիտես տրավերտին, ձմեռ, եղանակային փոփոխություն։ Տրավերտինի մեջ կավային հատկություն կա։ Ինչ ես դրել փորել արա, խես քանդել վարի տվել արա։ Խես վարի տվել։ Հասկացանք մի 20-25-30 տարի հնարավոր է բան չի արվել։ Ու ժամանակին ամեն ինչ վարի է գնացել։ Այսօր արել են ու զուգահեռ խնամք է գնալու։ Ամեն անգամը պիտի գաք բան փորեք։
Դու Ռոմիկին Մխիթարյան ասում ես կյանքներում մի հատ մեխած չկան, Ռոմիկի մեխած մեխերը որ հավաքենք 7 միլիոնատ են Մեսրոպիկա խառը, Թևանյան Անդոնա խառը յոժիկներ կհավաքենք, հասկանում ես դու։ Դու հասկանում ես ոզնիներ կսարքենք, այնքան, որ որևիցե մեկը այդ համայնքապետարանից ակետից բեկետ չի կարենա գնա։ Դու ասում ես մեխած չկան, դու գիտես եռաբլուրն ինչ է Ռոմիկի համար։ Դու կարաս պատկերացնես ինչ է մի մարդու համար եռաբլուրը, ով իր ողջ գիտակից կյանքը դեռ այս ժամանակվանից, երբ որ սովետական միությունն էր կալցո օպերացիա իրականացնում մեր հայերիս ու Հայաստանից գլխին, այդ ժամանակվանից կամավորության մեջ է, մինչև այսօր ու հենց հիմա էլի իր զորքը դիրքերում է ու ինքը մի կողմից այստեղ իր գործն անում, մյուս կողմից ուշքը միտքը դիրքերն է։ Դու եկել ես ասում ես ով քանի մեխած կա ու եռաբլուրը ում համար ինչ է։ Մի մարդու համար ում ավակ ընկերս Վազգենը Սարգսյան հուղարկավորված է այնտեղ, մի մարդու մասին ես դա ասում, ում հալալ աղբերը Ռոլանդը հուղարկավորված է այնտեղ, ում ընկերները մեծամասնությունը թե 90-ականներից, թե 40-ից, թե 44-օրյայից հապետից սկսած, վերջը այնտեղ են հուղարկավորված, դու այդ մարդու մասին ասում ես, որ մեխած չկան երկրի համար, դու լուրջ ես եղել սա նկարելուց ու խոսելուց։ Քեզ շատ ավելի կոպիտ խոսույթից կարա փրկի մենակ մի բան, որ դու ասես դե կներեք, կայֆ եմ եղել, չեմ ջոգե ինչ եմ խոսում։ Դու այտենց կարող ես միգուցե շատ շատերի մասին խոսել պաշտոնյաների, բայց ոչ դու, ոչ որևիցե մեկը չի կարա խոսի Ռոմիկի նման տղեկի մասին ու Ռոմիկի մասին այդ խոսույթով։ Մատերը սենց ես ուժեղ տղ, դու աշխարհի ամենադուխով տղեն է ու ամենաուժեղ տղեն է, ինչ-որ հարց կա արա, ինչ-որ հարց կա, կասկածող կա դրա վրա արա։ Կուզեի միատենայ որոշ շարրանների դուխը, երբ որ դուխով տղերք էին պետք լնում։ Այն քարտուղարուհի Մեսրոպիկը ու այն Սեյրանի քարտուղարուհիները, որ որրերը տնգած ծիծնդեղ են գնում, եսի մինչեր են խզիկություն անում կծում, թող սահակաշներին ող անեն, ու իրանք շատ լավ գիտեն, Ռոմիկնով է իրանք ով են, ու այդ կռուգը ովքեր են վապշե, Թևանյան անդոնները ովքեր են, որ գնացել են Ռուսաստան տեղ ORT-երով թուրքամետ ռուս գործիչների ճտկակոշիկներն են լպստում լեզվով։ Հասկացաք ով արա։ Մեխած չկան, բախտները բերել է։ Այդ ձեր բախտն է բերել, որ Ռոմիկի նման համեստ տղակ է այս աշխարհում, ով ինքը չի հելնում, ձեզ ցույց տա ով է ինչ է։ Ես էլի եմ կրկնում, որպեսզի ճիշտ հասկանանք իրար։ Հարցը ինչի, կոնկրետ քննադատության մասով, հարցը ինչի, ես ինչքան եմ հարգում Ռոմիկին, հարցը էնել չի, որ ինքը կռված տղա է։ Եթե քննադատություն կա, քննադատեք, ձեր ուղեղով, ձեր գործն է, ինձ էդը քիչ է հետաքրքրում։ Որովհետև պաշտոնյա է մարդը, պետք է պաշտոնյան մշտապես պատրաստ լինի իր հասցեին քննադատություն լսելու, տեղին թե անտեղին։ Հարցը էն է, որ կյանքում որևիցե մեկը տեղերները չխառնեք ու անձնական խոսակցության դաշտ մտնելուց Ռոմիկի ձեր տերերի հետ, ձեր շառանների հետ չհամեմատեք արա։ Այ հարցը հենց այդտեղ է։ Ու այս հարցի կապակցությամբ եթե հարցեր լինեն, գիտեք որտեղ փնտրեք ինձ։ Հասկացանք իրար։
Սրանից հետ ուրես հիմա ասեմ, հիմա ես ձեզ ասեմ, այդ մայր Հայաստան կոչված ավականիներով սաղիտ է վերաբերվում արա, Հայկ Մարությանի այդ ճուտիկ բուլիկներով էլի սաղիտ է վերաբերվում արա, սաղիտ, ես չեմ վիձետ բող, աստված է տենում, ես չեմ խառնվել երբեք, չեմ խառնվել, քաղաքային այս կամ են վարչական շրջանի խնդիրներին, անգամ, Ռոմիկը լինելով ստեղի վարչական շրջանի ղեկավարը, ես շատ հազվադեպ եմ, որևիցե միջոցառում կամ բան կիսվել իմ էջում, աշխատանքներ տենց ասոբը չեմ կիսվել, ասում եմ դե իմ ավակ եղբայրն է ինչա, իրա գործինա, կան ընդեղ վարչություններ, կան ընդեղ աշխատակիցներ, թող ինչ անում են անեն, ես իմ մասով, բայց դուք ստիպեցիք, հիմա ես անցյալ տարի խոսել էի, ու ես հույս ունեի, որ ականջներիդ օղարած կլինեք, ասել էի, այս տարածք մի եկեք դուք, ստեղ ձուկ չունեք բռնելու, մի տարի չեկաք, հիմա այն ծերից եռաբլուրից գյոզերով մտնում եք, ես ձեզ հիմա խոստանում եմ ուղիղ, այդ մայր Հայաստանախառը, այդ քոչասերժականախառը, այդ կոֆե դնողականախառը, այդ դուք դրտեցիք, ես վաղը 100% չեմ ասի, բայց մյուս օրվանից սկսած ամեն աստծու օր տեղադրելու եմ մի հատ կարճ հոլավակ ինչա արվել ու տեղադրելու եմ այդ նույն հոլովակի մեջ նշելու եմ թե որոշ պոռնիկի ծնունդներ այս ժողովրդի քրթինքը լափելով ինչեր չեն արել ու ինչ ժառանգություն են թողել մալացա սեբայցա վարչական շրջանում ապրող 140,000 բնակիչներին Այդ դուք դա ուզեցիք, ու կեթակ ես ասեք տերերի մամմաններին և որ կլացացնեմ, կգնակ ու կվայելեք, չեմ ցանկացել, ասել եմ դեպի պրոցեսներա, թող գնա ոնց գնում է, այդ դուք ուզեցիք արդեն, դուք բերեք, դարձնեք շոու եռաբլուրը, մեկ կարանք ձեր ճանեք, երկուս, երորդ ես ձեզ ասում եմ, ամեն աստծու օր, դուք տենալու եք համառոտ եթեր ինձնից, Եթեր կլինի թե տեսահոլովակ, թե որոշ բջիջ ծնունդներ, ու մոզ դեմը, որները բաց կոֆե եք էպել, ինչ է ձև եք կակել ես կաղաքի ու ես երկրի մեջը, ու ինչից ինչա դարնում կաղաքը, այ դուք կտենակ, այ գնահատականը ատեղ դուք կտենակ, դուրս եք եկել բաներ եք փորփրում, դեսա փորփրոցի կտենակ, ու երնեք տվեք, անգամ մարզերով չեմ ցանկացել այդ բաները ցույց տամ, ասել եմ լավ, նախկին ներկա անընդհատ չանենք, հա ես կարամ անդրադառնամ քաղաքական պրոցեսին, բայց գործնականով չանդրադառնամ, շատ եք երազել, պրոբլեմ չունեք, տո Արտուր Խաչատրյանը խառը գողցած տրուբեկից, տո Ռոբերտ Քոչարյանը խառը գողցած տրուբեկից սկսած, տրուբեկից արա գյուղացիների սոված թողող բջիջ ծնունդներից սկսած, քաղաքից պրծած սաղ դուք կտենակ, այ դուք կտենակ, ու էտի դուք եք ուզել, ուզում եք, այս ձև եք ուզում խոսանք, կխոսանք, ստեղ ես շատ լավ գիտեմ ինչա կատարվում, ասեմ ինչա կատարվում, տերերը որոշներին ասել են ինչքան կարակ, հանրապետություն կուսակցությունը ջարդեք դեմանտրությունները, սրանք ուղղորդված, իրեք վարչական շրջանը, եթե չեմ սխալվում, որ կա բան, հանրապետություն կուսակցության վարչական շրջանի ղեկավար, ուղղորդված այդ տեղերի վրա են աշխատում, Դավթաշեն, մասիվ մալացա, Դավթաշեն, մասիվ մալացա, ուղղորդված, ուզում են էդի ջարդեն, ձեր արածը սրտացավություն չի, ձեր արածը տխություն չի, ձեր արածը քաղաքացիներին ինչ-որ խնդիր լուսաբանելը չի, ձեր արածը չոր, կոպիտ, վատ ձևի, վատ տղավարի քաղաքականա ու այդ քաղաքականի պատասխանը իզնից կստանակ, ես ես վերջի շրջանում մաքսիմում փորձել եմ թողնեմ լինենք ազատ են, որ ամեն մեկը ինչ ուզում ասի, դուք կստանաք այստեղ, ես ձեզ զգուշացրել եմ, մի մտեք այս տարածք, կամ մտնում եք, անձնական թիրախավորումներ մի մանեք եք, անձնական եք ուզում, անձնական, ձեր տերեն, մեզ ռոպիկ, դու ես եթերը նայում ես, քո տիրոջ մաման դու տես ոնց է լացում, քաղաքական տիրոջ մաման, դու տես, կյանքներ այս տեղներս եք հասցրել, հելել եք, ժամանակավոր լուծումներ ա տրվում 1000 ու մի տեղ,
ժամանակավոր լուծումներ։ Ասում է, լավ, սեզոնային է, այս իրավիճակն է, մի հատ էսիշ բան արվի, մինչև հաստատվի, այս տաղակիցը կամ մենք գործառույթը եւ այլն եւ այլն։ Այս ժամանակավոր լուծումը տեղեկանում են, ներսովից ցրում են Էսյանենյան, նրան գալի դա ներկայացնում են որպես արած աշխատանք, վայ տեսեք ինչ վատ է արվել։ Արա, դուք հիանալի գիտեք դուք ինչ եք անում, ես էլ հիանալի գիտեմ ու ինչ եք անում։ Ու այդ հիմա դուք ձեր իմացածը արեցիք, դե հիմա իմ իմացածները կտեսնեք դուք որնա։ Ուզում եք ընտրություններ 2026 թիվ հունիսի 7, դուք կտեսնեք ընտրությունները։ Դուք կտեսնեք, այս ժողովուրդը կտեսնի, որ կաշվի վրա կզգա, թե ոնց եք ժողովրդին քերթեն բրիթվով, քերթեն մինչև ոսկորը։ Տարոն Մարգարյանի վաղ ուր էր արա, Մեսրոպիկ, չէր տեսել ինչա կատարվում արա։ Տարոն Մարգարյանը արա, այդ ֆունցիկը արա, այդ ֆունցիկը կոնկրետ պարյամոք ես բան եմ ասում արա, որ շատ լավ գիտի իր հորովը սպանել, ոնց է սպանել, շատ լավ գիտի ու գնացել է գործարքի արա, գնացել է գործարքի, որ այդպես մի ձև, որտեղ տեղ չի ունեցել, ուզում եք շատ բան խոսանք, то շատ բան էլ կխոսանք, դե դուք տեսեք, Մենակ տարոնը հերթով սաղովի անցնելուք, սաղ քաղաքը, ժողովուրդ, ձեզ ուղիղ բան եմ ասում, լյուբոյ վարչակաշրջան, լյուբոյ տեղ դրեք, ով մտնի թազագործի, պարզելու է, որ այդ վարչակաշրջանը սաղ Մարկիս Կարաբաս Բարաբասներինն է, սաղ ինչ-որ հին ու թազա տերեր են եղել ընդեղ արենք, են մեկը ինա զավթ է, են մեկը ինա զավթ է, սրանք հելել երկու հատ բան են, թեթև տեղ ասվալտ են արել, աշկ են փակել, որ ցելի խողովակների մաման լացացնում են, անձրևատար այդ ժամանակ խոսողներ չեն եղել, ոնց, բայց են գնում անձրևատար, հեղեղտար լուկերն է քանդում, 60,000 տարվա կեղտը այսօր լցվել արա, այսօր լցվել, բա մի հատ հլը հասկանան, լավ դուք կարող այդ ժամանակ, դա ամեն մեկս ինչ-որ մի պայ են, արա ձեր մոտ հարց չի առաջանում, բա 30 տարիքի որևից է մեկը չի խոսացել, արա, որովհետև ով խոսար գլելու էին էդ արարա, գիտես խի, որտեղ կանդում ու գրավում էին սաղ, հիմի դուք եկել եք ստեղ, բա գիտեք այստեղ, քանի որպեսի ես քար հանեցի, արի իմ ներկայությամբ քար հանի ինդեղ, եկեք սաղովդ են Մեսրոպիկին խպիտ հետիտ տան, կգակ ստեղ իմ ներկայությամբ քար հանելու։ Չեք կարա, գլխանց ասում եմ, կգակ ես էլ այսպես պահած նկարելու եմ, կգակ ձերով, մատերով, բանալիներով մի 30 հատ քար հանելու։ Օր ու ժամ կասեք, օր ու ժամ ասեք, իմ ներկայությամբ քար հանեք հլը։ Չեք կարա, որտեղ սա ծերիսեր մուտիլովկա է, ես անկեղծ ասեմ ժողովուրդ ջան, ներողություն մի քիչ տաքացա, անկեղծ ասում եմ, ես չգիտեմ, ընդեղ առաջ բետոնը պիտի արվեր թե ավազը, առաջ բորդուրը պիտի լիներ, ես տես բաներից այդքան էլ տեղյակ չեմ, բայց ես այստեղ ջղայնացած եմ, որովհետև անձնական թիրախավորում է գնացել այնպիսի մարդու, որ որևիցե մեկը իրավունք չունի դա անելու։ Ես այդ բիտոնը պիտի այսպիսին է լիներ, ես չգիտեմ դա, կարող եմ իմանալ ասել, բայց երբ որ դու խապելով բան ես հանում ընդեղ, ու դու տեսնում եմ ես, որ ընդեղ կողքերից ջարդրտած հարմար ծրած է, որ բան հելնի, արած այդ վիդեոյի մեջ տեսնում եմ, որ արդեն առաջի քարը հանած է, մի հատ քարը հանեց, մնացածը կարաս հանեց, դե տոմ է դա, հա, ես չեմ կարա քեզ հավատամ արդեն, դու ջարդել վնասել ես ապեր, ընդեղով այն չարել արդեն չգիտեմ, դու ջարդել վնասել ես, դու ջարդել ու վնասել ես եռաբլուր տանող ճանապարհը, այն մնացած բարձրաձայնած հարցերը ինձ քիչ է հուզում ու հետաքրքիր, ու մի հատ եք աղնել մատերի շարժումներով սենց եք անում, մեկը չփորձեք արա, որտեղ դուք սաղ կյանքները չեք տեսել, Տարոն Մարգարյան կլինի, ես շատ գիտեմ, այդեղ քանյատ քաղաքապետ ու քանյատ վարչակարգ ղեկավարներ են եղել, ամենատարբեր վարչակարգ շրջանների ղեկավարներ, մեկը չեք կարա ցույց տաք մարդու, ով կիրակի գիշերը ժամը 4-ին կարա եղած լինի իր գործի տեղը, ու գործով։ Մեկը չեք կարա տեսնել, խնդիրներ մի միլիարդ հատ կա,
Ասեմ ավելին, այդ 1 միլիարդը լուծենք 10 միլիարդ հատել ավելանալու է։ Բա ինչ է ժառանգել որ։ Ինչ է քաղաքա մեկը ժառանգել, մեկը երկիր կամ պետություն է ժառանգել, այս շատ էլ վախտին ընդունված չի եղել խոսալ ցույց տալ այդ ամեն ինչը։ Ուզում եք հաթաթ, պրոբլեմ չունեք հաթաթ։ Ու Մեսրոպիկ, այդ Թևանյան Անդոյա, Քոչարյանը Սերժականը խառը, սաղին դու, հենց իմը դու, կասես ամեն օրով այդ կարճ նյութերս դիտեն, իրանց սաղի մասին ալնելու, սաղի ցեղի մասին ալինելու, ոնց են գողացել իզնից, մարդուց, իրա բալի բերանից, իրա թոշակառուցողի բերանից, տած է կողե իրանց ընտանիքի ոռը, այ կնայեք ու կտենակ արա, դուք ով եք, այսօրվան ովքեր են, կնայեք ու կտենակ արա, շատ եք ուզում, կտենակ, այ որ օրինակ ցույց չեմ տալու է, տեսեք ժողովուրդ այս մայթը ոնց է լայնացել, ոչ, ես ցույց եմ տալու այդ մայթը քանի տասնամյակ է նեղ եղել ու քանի գալչկեք է դրվել փող լափվել, ինձնից, ու քեզնից ու քո ծնողներից, Մեսրոպի, քո ընտանիքից նույնպես լափվել արա, ու դու գիտես էդի, ձեր Հայաստան դաշինքով, սաղովիդ գիտեմ, այր Հայաստան եք ինչ եք, սաղըտ եք գիտեք արա, չեք տենում, չեք ջոգում, այսօր եկել եք եռաբլուր արա, բայց լափոցիներն է եռաբլուրը մեծացրել արա, բա մեկը գնացեք բատ Սերժի ոռից բռնեք, ասեք բջի թուլա, բախեն եռաբլուրի տարածքները սեփականաշնորհում, որ ռեստորաններ բացեն, տմբլը տաշի միացնեն էտե, բա եռաբլուրն ու դրոշները չէր տենում արա, բա հենեք մեկը տասեք արա, եկել հիմա ստեղ հև-հևանով, վայ տեսեք, տոմետներ, էլ ինչ ասես սրան, բա միա տասեք տենանք արա, բա միատել եմ մեկը տասեք, դուք ունեք այդքան, պլոճիկ է ունեք այդքան, դուք գիտեք ինչից եք վախենում, արա դուք մենակ ձեր անձից չեք վախենում, դուք ձեր ընտանիքից եք, որովհետև դուք ինքներդ գիտեք, թե ձերոնց հականները, ձեր շեֆերը, իշքան սրբապիղծ են, որ կարան մտնեն ձեր ընտանիքներ ընդհուպ միջև, այդ դրանից եք սաղ կյանքներդ վախեցել արա, հասկացաք դրա համար էլ ասել են, դավայ վազալ կոֆե դնելու, վազելես կոֆե դնելու նաֆիգ, այ էդ եք դուք արա, այսօր ժողովրդանի վար երկրի բարկերն եք վայելում, ընդուպիչև ավա քանի են դարել, մի հատ էլ այ գիտեք, որպեսզի քանի որ, տոլավ է, սաղ եռաբլուրը սեպականաշնորած կողքի տարածքներ արա, ասելիք չես ունե, արա կուրսի չես եղե, հիմի կուրսի ես, վաղը տենամ ինչ ես անելու, տենամ դուխըտ որտեղ ա, սրաս նայելը, որևիցե մեկը, քննադատում եք, սիկտիր եղեք գնացեք իշկան ուզում եք քննադատ եք արա, տեղին կանեք, անտեղի կանեք, ինձ տանձիս չի, ձեր գործնա դուք, ձեր հետևորդները, ձեր ուլերը, մարդա ձեր պայ պատկերացումները, ինձ էդի քիչ այդեք դուք շատ փոքր եք ձեզ անդրադառնամ արա, բայց անձնականացնելուց հարցերը պատրաստ եղեք անձնական պատասխաններ լսել, ու մյուս անգամը, եթե Արտուր, սա արդեն ուղիղ քեզ եմ ասում, ուղիղ քեզ, մյուս անգամը, այսքան բանը իմանալուց հետո, եթե Ռոմիկ Մխիթարյանին ուղիղ նմանատիպ ծաղրանքով, ձեր առնոցու խոսքով ինչ-որ բան լսեմ, շատ ավել, չապած անես վատ եմ խոսալու, որ որևիցե մեկը չեր երազի այդ վիճակում հայտնվեր, չփորձեք սրանից հետո, բան ունեք, ինչ-որ բաներ եք տենում նկարում, գնացեք ձեր համար տեսեք նկարեք, ընդեղից կուզեն կպատասխանեն, չէ, ձեր գործն է, ես ուրիշ հարցերի մեջ եմ, սենց պուջուր բաների մեջ չեմ փորձում դիվիդենդ հավաքեմ, իմ գործունեությունը բանի մասին չի, բայց սրան բան անեմ, իմ գործունեությունը իմ պետության մասին է, իմ լավ պետության մասին է, ու երբ որ ես մի բան բարձրաձայնում եմ նենց, որ ուղիղ հասցեատերը հաջորդ օրը ցանկություն ունենա գնա շատ արագ շտկվելու, ոչ թե դիվիդենդ հավաքելու մասին է, այն էլ եռաբլուրում, հասկացանք իրար, սա գաղափարական տարբերություն կա, կարող է ես եմ սխալ, կարող է դուք, չգիտեմ, ես տենցն եմ, դուք տենցն եք, ձեր գործն է, բայց անձերի մասին խոսելուց, հատկապես Ռոմիկի զգուշ կխոսակ սրանց հետո, իմիջայլոց, մի բան էլ ասեմ,
Ռոմիկը Մխիթարյանն այն մարդն է եղել, որ բաց երկխոսություն նախագիծը երբ որ ես սկսեցի ու այդ մի հատն եմ հլը արել, այդ մի հատիկը, քանի վարչական շրջան ենք 12 վարչական շրջաններից որևիցե մեկը մինչև այսօր դες ԿՊ-ականներ են կամ հանրապետություն որևիցե մեկը այսօր չի ասել գնա ջան կարանք մեր մոդել անենք միակն է եղել որ քաղաքացի վարչական շրջանի ղեկավար ու աշխատակազմ հանդիպում ենք իրականացրել, մարդիկ իրենց պատկերացումները, ծրագրերը, հարցերը, խնդիրները, քննադատությունները բարձրաձայնել են բոլորը բոլորի ներկայությամբ ու բոլորը բոլորի ներկայությամբ պատասխաններ լսել։ Այսինքն ամեն մարդ կարա մոտենա, չէ՞, վարչական շրջանի ղեկավարին։ Բայց դա նման նեղ հանդիպում։ Ընդհանրական առումով ստեղ է եղել ու Ռոմիկը միակն է եղել, որ դրան համաձայնելա հերիք չի աջակցելա, որպեսզի դա անպայման իրականանա։ Հերիք չի, ցանկություն է հայտնել, որ էլի մի օր մի բան կազմակերպենք, հերիք չի, վերջերս էլ ինձ հիշացրել է, որ հեսա գարուն է բացվում, մի հատ էլ չանենք բա։ Դուք եկել ում մասին եք ինչ խոսում արա։ Ում մասին։ Ռոմիկը սուրբ է, բնականաբար չէ։ Ռոմիկը աշխարհի սուպեր ղեկավարն է, բնականաբար չէ։ Ռոմիկը քաղաքացու հետ աշխատող մարդն է։ Քաղաքացու խնդրով ապրող մարդն է։ Կարում է, ինչքան կարում է անում է։ Չի կարում, ինչ որ չի կարում, ասում ախպեր, դե չեմ կարում։ Չի լինում։ Մարդու հետ է ինքը։ Ինչ որ հարց ունեք ստեղ։ Հիմա ինչ վերաբերվում է այգուն։ Եթեր էր արի ժամանակին, ես հիշում եմ 30-ամյակի այգու։ Այստեղ դու խոսում ես այ ժամանակին բան։ Ժամանակին ես էլ եմ եթերով անդրադարձել հենց քո եթերին։ Կարաս YouTube-ով իմեջում մտնես, փնտրես ու գտնես մոտավորապես օրը քո հիշելով կարաս իմ եթերը գտնես։ Քո բերած նկարները, թե ինչ նստարանին ինչ գումար են տվել ու իբր դու ճարել ես ավելի էժանը, չի համապատասխանում իրականությանը։ Ու ես սա քեզ ավտորիտետնի եմ ասում։ Որովհետև քո բերած նկարը այն որ երկու հատ ուգոլնիկեր վրան 4 հատ տախտակ ես լենքի ու այն ինչ որ էս այգում կա իրար հետ ոչ մի առնչություն չունեն։ Սա մեկ, երկրորդ այգու հիմնանորոգման ժամանակներում Ռոմիկը Մխիթարյան ոչ թե միայն վարչական շրջանի ղեկավար չի եղել, այլ առասարակ պատկերացում էլ չունեցել, որ ինքը կլինի այդտեղ ղեկավար։ Ասելիքդ գնա ուրիշ տեղ փնտրի։ Ասեմ ավելին, Ռոմիկը Մխիթարյան հիմա 30-ամյակի այգին այն անընդհատ բզբզալով, կռիվ տալով, գիտեք, դե կառավարության մեջ ոնց է, չէ՞, պիտի այնտեղ էլ բան անես։ Բերում է նրան, որ անպայման այս այգին իր ֆանտաններով հանդերձ, շատրվաններով հանդերձ օգտագործվելու է։ Ու գիտես ոնց։ Այնպես, ինչպես որ երբեք որևիցե Քոչասերժա Դաշնակա Թևանայան Անդոնաձևիստա խառը որևիցե մեկը չի մտահոգվել, որ աշխատի։ Ու այդ ժամանակ բանալիներները կվերցնեք կգաք նկարելու։ Սաղովդ։ Իսկ այդ բաց երկխոսություն նախագիծը որ անում է հրապարակային էր, որևիցե մեկը չեկաք տեղում բարձրաձայնելու հարց ու պատասխան ստանալու։ Բա գայք հրապարակային դրած է եղել մի քանի օր դրա մասին խոսել ենք, մի անգամ ասել եմ ովքեր Տոմս են ուզում, ես ինքս կբերեմ ձեր տուն, կհասցնեմ Տոմսը, մենակ թե եկեք։ Ու բաժանել եմ դա, ով զանգել է, հաստատ այդ դիտորդներից կլինեն հիմա։ Ով զանգել է, ավտոն քշելով գնաց է, Տոմսերը բաժանելով եկել են։ Այնտեղ հազարատ հարց է եղել։ Կարող է 50-ին լուծում է եղել, 20-ին լուծում չի եղել, 30-ը ունեցել են իրենց պատճառահետևանքային կապը, 20-ը խոստում, որից 18-ը իրականացել են, 2-ը չեն իրականացել, չգիտեմ։ Ինքներդ գայք ընդեղ ու հարց ունեք, հարց տայք, սաղի ներկայությամբ։ Ոչ թե գաք նկարեք, կիսապրատ եսիմ ինչ անեք, հետո հելնեք տնազ անեք մարդու, են էլ ով, ում տնազը ու հելնեք էթակ։ Հասկացանք իրար, այս մասով, այգում էդ 30-ամյակի այգում, այո շատ թերություններով արվեց, բայց գնացեք հասյատ տիրոչը գտեք։
Արթուր ջան, գնացեք ու հասեատ տիրոջը գտեք։ Իմիջայլոց դուք այդ մասով ռոմիկին մեղադրում եք այնց, ոնց որ ձեր պարտված պատերազմներով, ձեր թալանված բանակով այսօրվա պարտությունը գցում եք վարչապետի վրա։ Այդ նույն ձեռագիրն է։ Դուք փորձում եք ձեր արևին, մալացա սեբայցա վարչական շրջանում ձեն կորցնեք, ձեն փախցնեք, ձեր սրտացավությունով դրուգ ատեղա շարժվել, որը առհատը ստացվելու է, առհա, ու դուք ստիպել եք այն, որ ես վաղը չեմ մյուս օրվանից ամեն օրով հատկապես Մեսրոպիկին, հատկապես կողքերի էր մի երկու գյադու համար, ունենալու եմ եթեր, թե իրանց տերերը ինչ են արել, այսօր ինչ է արվում, իրանց տերերը ինչ են արել, որ այսօր հնարավոր չի հլը որ անել, իրանց տերերը ինչ չեն արել, որը պիտի անեն ու գնացել է իմ կյանքից, իմ երեխեքի կյանքից, իմ ծնողների կյանքից ու 140,000 բնակչի կյանքից, ու ներվերից ու առողջությունից ու համբերությունից։ Այդ եք ուզում, պրոբլեմ չունեք, ամենօրյա ռեժիմով, քանի օր աստեղից մինչև հունիսի 5-ը, դե հունիսի 6-ը լռության օր է, չէ, մինչև հունիսի 5-ը ամենօրյա ռեժիմով տաշելու եմ ռոբասերժական կլանի տիրու դարդը, ու դրա մեջ, եթե մեկը նեղվեք, գնացեք ձեր մեջ գտեք դա, փնտրեք, ես հազարատ ուրիշ գործ ունեի, դուք ստիպեցիք կենտրոնանալ, դուք պրոբլեմ չունեք։ Եղավ, որտեղ ձերը կասեք, ընդեղ 10 սետքան իմը կերևա, կարակ դուք չասեք։ Գրիգոր, լսի քեզ ինչ եմ ասում, Գրիգոր, քո տիրոջ մասին կարամ խոսամ, եթե տեղյակ չես, ապետ ջան, ուզում ես մի հատ իրար տենանք, ես քեզ ասեմ քո տերը ով արա, բա քո տերը ինչ արեմ մի հատ էդի թվարկի, ուզում ես մի հատ իրը կարենք իրար տենանք արա, որում ես այդքան իրար տենանք, դու դերել ես դες, յանի ես տեր ունեմ, տերս էլ ինչ արը, տեր դու ունես, կամ էլ չունես, դες անտեր ես արա, հասկացար դու արա, իմ տերը, իմ ծնողն ու իմ աստվածն է, դու բան ունես է հարդ, կամ մեկը որ թարզ բան կարա հիմնավորի, ես կարամ հիմնավորեմ, որ իրաց տերը քոչա սերժականներն են արա, ու որ հանդիպենք հաստատ կջոգեմ քո տերնով արա, դու կարաս հիմնավորես, որ իմ գլխի վերևը բացի իմ աստծուց ու իմ ծնողներից ուրիշ տեր կա, որ ծես բան ես գրում արա, այդ ֆունցի կար, այդ տուվտա, կարաս արա, եթե կարաս լսի կեզ ինչ եմ ասում արա, սուչարը, համար ես Facebook-ում դրացա կզանք ես անպայման կգազ դեմս է, օй լուղ, կգազ ես կեզ կասեմ, քո տերնովա, մնացածներ դու ինքդ կջոգես, թե իմ տերերը ինձ ոնց են դաս ծիրակել, հասկացար արա, բա քո տերն ինչ արեմ, ես քո արևին անվողնաշար աբարոտ կեք, ես ֆռում այդ ֆունցիկ, իսկ քո իմացած չուբլե բասների է չհամեմատես, այդ ֆուցն, եղավ արա, դարմայետներին այ բգտեն ինչ արե, կգաս ես կես կասեմ ով ինչ արե, կզանգես ու կգաս ստե ես կես կասեմ ով ինչ արե, ֆունցիկ, անպայման արա, չթռնես ես ետերը պրծավ ես կես մեսենջերով կգրեմ արա, ու ովը չկա հետս հանդիպման, են որ աշխարի ամենա վատ տաղեն է, եթե տղայա, հələ հետի կպարզենք, չակուրտակ, քո բողլու չակուրտակներին նայարա, նսե ապարրոտ կա որոշիր ֆրասս թե, ում ես համեմատում արա դու, ում արա, սկի քո տերերը արա, քո տերերը իմ ճտերի հետ չեն կարա ոտ կծեն արա, դու եք ես որոշեցիր ապարրոտ կա ֆրաս, ուշադիր եղի մեսենջերին, Իշքան վաղտ, կլին 2 տարի, հանգիստ, համեստ, փորձում ենք մի քիչ տրամաբանելով, մի քիչ խելացի ձևով, զրուցելով, ամեն ինչի մասին խոսանք, բան, սրանք որոշել են, որ
ռասենց հանգիստ սիրուն ձևակերպումներով բանով խոսում ենք, արա կարող ես ես մի բանից վախեցել ենք, վայ կարող է զադնի ենք դրել, արա վայ կարող է ինչ-որ նես հուշ տնեղել ես մարդ, կարող է ինչ-որ, սես բաներ են մտածում, վատ է կարա, դուրները գալիս, ասած կա խոսանգետները, այ ֆուցններ, ո՞ց է ձեզ դուր գալի, մենակ մի պարագայում կապուրով չեմ ուզում, խոսամ, որ տստեղ կնանիք կան, կանայք կան, աղջուկներ կան, ձեր դոգի, ձեր երազանքների, են սարպապիղծերի եթերը չի եսի, էլի, են բեզաչոտնիկ ֆուցնների եթերը չի, էլի, բա քո տերերը, համբալներին նայլը, սանց հետո խորուրդ կտամ, սանց հետո խորուրդ կտամ, եռաբլուրը լուբոյ պարագայում շոուի հարթավայրի չվերացել, եռաբլուրի մասին վաղտին մտածել էր պետք, են որ, մինչև 2020 թվականը, եթե գնայիր եռաբլուր, շիրիմների կողքից պրիզերվատիվ կգտնեիր, այդ վաղ դուք չկայիք արա, այդ վաղ դուք չգիտեիք եռաբլուրն ինչա, ու երբ որ ես իմ նման տղեր դրա մասին գժվում ենք, բան ենք առիվ ենք անում, շուխուր ենք անում, նստում ենք սատկեքի, դուք էլի չկայիք, կլուբներում ես իմ ինչի կաթ էիք խմում արա, այսօր վդրուկ, քանի որ քաղաքականապես ինչ-որ բան, ես այդ բջիթուլ են, ես սրպազան բան, աճապայանի բիջն, մանդաբուշկեն, հասկացա, այսօր վդրուկ հելել մատով տոմետ եք կանդում, որը իմ ներկայությամբ չեք կարա անեք, չեք կարա, ես չգիտեմ, սս կաննելու եմ, նայեմ նկարեմ, կարակ եկեք արեք, ջարդել ու վնասել եք այդ քարերը, ինչի համար պատասխան եք տալու, ես հետևողական եմ լինելու դրան, որ պատասխան եք տալու, ընդեղ փորձաքննություն էլ պիտի արվի, պիտի գամ ու նայեն, ոնց է լինում, որ այդ սաղ հարդ տարածքում այդ իրեքատը կողքերից ջարդրտացա, ծակացա էսյանից, որ կարա ձողել մտնի շուրտա հանի, հրանտ ենոքյան մամմայիդ հետ եմ խմել, պրոբլեմ կա ինչ-որ, դու խզիկ ես ոչխարի զավակ, դու հրանտ խզիկ ես, դու խմող տղեկից փախնում ես, դու ինչ մանկություն ես տեսել, ինչ-որ մոտդ վատ հիշողություններ կան, պապատ խմած եկել մամմայիդ ինչ արել, որ դու տենց տրավմա ես ստացել ինչ-որ, հա? Այդ մուտիլովկեն տարածողներին ես խլեշել եմ ու հիմնավորել եմ, հիմա դու մտնում ես դրա տակ, կեզ բան եմ ասում, այ ոչ մի բան, որ դու խոսում ես Հավայի վրոզի խմելուց, դու ինչ-որ տրավմա, դու խմող տղեկ է, ես չխմած չեմ, դու խմող տղեկի հետ խնդիր ունես ինչ-որ, խմող տղեկին բան կա ասելու, դու քո ցեղից մեկը, քո կռուկից մեկը, դուք սաղը տես կիսա գոմիկ, ինչ եք, դուք ով եք արա, հեն արա, եք եմ ուտի լոկով ստեղ ես մտե, մորդ հետ եմ խմել, պրոբլեմ ունես, ու հեսա գալու եմ կեցի մի հատ էլ ակաժները տոք եմ խմած, հարցեր ունես դու, պախի տնից, պախի, կամ գնա մամայիտ աս, ասարա, խմող ընգեր մի բեր մերտում, դավ է սիկտիր եղար ստուց, ու լուպոյ մեկ ով որ մուտիլով կեն տարացում եմ խմողելնելու վրով, ես նրան այսպես լիքա ասել եմ ցեղա խառը հիմնավորելով, ով մտնում է դրատակ, պրյամո իր օջախի վրա կապուրա վերցնում, սիրով եք դա անում, օքեյ, ջեն բարևներս մայրիկին և հատկապես հայրիկին, իշոր ասասներից հետ կապված հարցեր կան,
Այն մյուս բջի թուլին կբերցեք կգաք իրար հետ։ Մուտիլով, այդտենց մենթի մակարդակի մուտիլով կեկով, ուզում եք այսօր կայանա, կարա, Ինչ քոալկաշից էլ համար քաղաքապետարան գործ։ Արա ես քեզ մեր ու հեր եմ ասում դեսի չես պատասխանում արա։ Ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում։ Ինձ չեն կարա որևից այդ գործի վերցնել, այ բջի թուլլա, որովհետև ես բարձրագույն կրթություն չունեմ։ Ու եմ որ 6 տարի է, սաղը պորճի բալայա վարի, մուտիլով եկեք անում, այ գնելը խոսում է, որովհետև պաշտոն է ուզում, ու գնելը 6 տարի է քոպես դալ բայո բջի թուլեկին ասում է, գնելին չեն կարա պաշտոն տան, այ քո նման լրբի ծնունդը գոնե մի անգամ պիտի նստեր լսեր, որ չգնար Քավզերի մուտիլով կեկի տակ մտներ, սեփական ուղեղի թեփ լծած, հիմի գար ստեղ նստեր, մոր ու հոր վրա կապուր հավաքեր։ Հասկանում ես դու այ յետիմի վաստակ։ Հասկանում ես դու արա։ Գնելին, թե չէ, գնելը իր պաշտոնը վաղուց էր վաստակել։ Հլե ուր ես դու ծամբացել չես եղել երևի։ Հասկացար թե չէ արա, բայց քանի որ քո տերերը, այն մյուս բջի թուլի տերերը, այնց երկիր են սարկած եղել, որ կարար կրթվող մարդը սովորել, բայց տենց էլ դիպլոմ չունենար, դրա համար ես էլ չունեմ, իսկ պաշտոնը մասնագիտությունը դիպլոմա պահանջում, ոչ թե Տարոն Մարգարյանիդ նման, Քոչարյան բանիդ, Ռոբերտիդ նման, Պոլու դիպլոմատներ, որ եկան այստեղ դառան պաշտոնյա առանց դիպլոմով։ Հասկացար արա, սա պետություն է, ու այդ պետությունը ես եմ սարքում իմ նման մարդկանով, որտեղ որ, այո մասնագիտական տվյալներն ու դա հաստատող պաստատուղթը անհրաժեշտություն են, ուզես թե չուզես, ձեր նման տուպոյները պատզեմկեքի դիպլոմներով, էլ կյանքում որևից այդտեղ չեն լինելու, սա ականջի թե ող արա, ով որ քեզ իմ մասին մուտիլով կեք էր արե, կգնաս իրանք ասես գնել է քեզ էլ էր ասում, քո ցեղին էլ էր ասում, հասկացար բջի տղա, դե դավայ փախարստից Այսքան բան ժողովուրդ ջան, լավ եղեք, այս մասով դեռ շատ կխոսենք։ Իսկ ես ասացի, հենց բաղը չգիտեմ, հնարավոր է բաղվանից, բայց մյուս օրվանից հատկապես ներում բեկում չի լինելու։ Ես ուզում էի հանգիստ սիրուն ձևերով, դուք չեք ուզում հանգիստ սիրուն ձևերով։ Ձեր համար առանձին մշտապես նյութը կսարքեմ, իմ եթերները առանձին մենք մեր ժողովրդով սիրով, զվարճալի ձևով մեր եթերները կանենք։ Կներեք ժողովուրդ ջան, որ մի քիչ հունիցս հելա, 1000 ներողություն եմ խնդրում, դա ունի իր հիմնավոր պատճառները, բայց խոստանում եմ, որ բացի այն կարճ նյութերից, որոնք հատուկ իրենց ու իրենց շեֆերի համար է լինելու, բացի դրանից ուրիշ ոչ միտեղ փորձում այլևս հունից դուրս չգալ։ Իսկ մենք մեր սիրուն ժպիտով թեմաները դեռ երկար կքննարկենք։ Մի հատ էս պոռնիկի վաստակին մատ թափով ստուց ռադ ենք անում։ Լավ եղեք։ Գներ Սարգսյան, այդ անոնսում, անցանք լավ։ Ինչ որ պետք է լսեիր քո ցեղի հասեիր, լսեցիր։ Ու սա ականջների տողարեք մյուս անգամ ինչքան տենակ, այնքան ձեր ծնողներին ասեք, բացած նստեն սպասեն ինձ։ Ներում բեկում չի լինելու։ Ես փորձել եմ, շատ եմ փորձել ու իրականացրել եմ, ստացվել է, անել հանգիստ սիրուն եթերներ, փորձել քաղաքական տրամաբանության շրջանակներում լինել, քաղաքացիական տրամաբանության շրջանակներում։ Հունից հանում եք, դուք գիտեք, ձեր հանածը, ձեր վայելածը։ Էլ եմ կրկնում ժողովուրդ ջան 1000 ներողություն, եթե ինչ որտեղ, չնայած ոնց որտեղ բան չեմ արել, չէ, ինչ որ քոֆուր բան չի եղել, նույնց ընդհանուր։ Բայց անդրադարձերը չափազանց կոպիտ են լինելու, որտեղ ուր երրաբլուր պիտի չգայք, ուր տենց անձնավորությանը անձնական ծաղրալի խոսույթով չպիտի դիմեք։ Դուք անցաք, ես չգիտեմ ձեր դասիրակության մեջ ոնց է, իմ դասիրակության մեջ իմ ընկերները սրբություն են ինձ համար։
Ես չգիտեմ դուք որ քուչեքը, որ մայլեք եք մեծացել, որ տենց ձեր ջոգելով սա նորմալ է ու կարելի է այդպես, տենց եք ուզում պրոբլեմ չունեք, սաղին ասեք թող պատրաստվեն, այս 3 ամիսը մոտավորապես էդ է լինելու։ Լավ եղեք ժողովուրդ ջան, շնորհակալություն եթերը դիտելու տարածելու համար, ամեն ինչ թույն է լինելու, հեշտ չմտածեք, բարի գիշեր ձեզ։